Վերջին օրերի արցախյան իրադարձությունները մեր քարոզիա պատերազմը եւս մի անգամ եկավ հաստատելու այն իրողությունը, որ մեր ժողովրդին հային մահ չկա։ Մենք հավերժի ճամփորդներ ենք եւ գնում ենք դեպի հավերժություն մեր ճշմարիտ ձայնով, մեր արդար ձայնով, մեր արդար հաղթանակի համար մղվող պայքարով։ Սա է մեզ ուժ տալիս եւ այն ժողովուրդը, որի եղեռնակոց հեղինակներից մեկը Սիամանթոն ունի այսպիսի տողեր, ես երկելով կուզեմ մեռնել, երկելով չեն մեռնում, բայց մեր ժողովուրդը ունի այդ ուժը իր մեջ, այդ ներուժը ունի, որ կարող է, եթե պետք է հանուն հայրենյաց, հանուն ճշմարտության, հանուն իր անմեղ միլիոնավոր զոհերի հիշատակի համար մեռնել։ Տեսակ ինչպես հաղթեցինք Արցախում, կամավորները ժպտալով էին գնում ռազմաճակատ Արցախ, սա ևս մեր ուժի նշանն է, այսօրվա մեր հայ համայնքի այս միջոցառումը իրավիճակից ելնելով այստեղ անցկացնելը ևս նշան է մեր վճռականության ու կամքի, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Մկրտչյանին եւ իր կազմակերպությանը այս հավաք միջոցառման համար, բայց ասվող ձայնի համար, ուզում եմ ողջունել բոլոր ելույթները մեկը մեկից, ճիշտ եղեցիկ հնչեղ ելույթներ էին, որոնք կտանեն անպայման մեզ մյուս աշխարհասփյուր հայության ձայների հետ դեպի հաղթանակ։ Ուզում եմ անպայման հիշատակել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փալյանի հերոսական քայլը մեջլիսի նիստի ժամանակ, որտեղ նա բարձրաձայնեց ցեղասպանության մասին եւ ներկայացրեց բոլոր եղեռնակոց պատգամավորների լուսանկարները, ասելով, որ 101 տարի հետո նրանք դարձյալ այստեղ են Թուրքիայի մեջլիսում խորհրդարանում։ Այս գիրքում շատ կա եղեռնակոց հեղինակների ստեղծագործություններից։ Սա անցյալ տարվա կամուրջն է նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Եվ այս տարածքները մեր հայկական տարածքները, որոնք այսօր գտնվում են ոսոխի ձեռքում, թշնամու ձեռքում, ես համոզված եմ որպես հայուհի, ես համոզված եմ որպես պայքարող հայուհի, որպես բանաստեղծուհի, որպես Ղարսահայի թոռ, որ կգոր, որ նման վճռականության շնորհիվ, նման կամքի ու անպարտելիության շնորհիվ անպայման կդառնան մերը, մենք պիտի երբեք չկասեցնենք մեր պայքարը, պիտի շարունակենք ամենածանր գնով անգամ։ Շնորհակալություն։